Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում հայտարարել էր, թե Հայաստանի պետական պարտքը 8 միլիարդ ԱՄՆ դոլարով աճել է զենքի գնումների հետևանքով։ Սակայն Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալները, որոնք հիմնված են ՄԱԿ-ին, Հայաստանի կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունների վրա այլ պատկեր են ցույց տալիս։ 2020-ից 2024 թվականներին Հայաստանը զենք է գնել ընդամենը 9 անգամ 4 երկրներից։ Բաց աղբյուրներում առկա տեղեկություններով այդ գնումների ընդհանուր արժեքը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է մոտ 1.65 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, Հայաստանի պետական պարտքը եղել է շուրջ 6 միլիարդ։ Նրա ղեկավարությամբ անցած 8 տարիների ընթացքում պարտքը աճել է ևս 8 միլիարդ դոլարով եւ հասել մոտ 14 միլիարդի։ Փորձագետները քննադատում են ֆինանսական այս քաղաքականությունը, նշելով, որ վարչապետի բացահայտած թվերը ներկայացնում են միայն պարտքային գումարների մի մասը։ Մնացած մոտ 6.35 միլիարդ դոլարի ծախսերի նպատակային օգտագործման մասին հստակ տվյալներ չեն հրապարակվել։